Բարև ձեզ սիրելիներ։ Մենք այսօր հասել ենք մեր հերթական ուսումնասիրությունը Աստվածաշնչի Ծննդոցից հայտնություն, եւ այսօր մենք ուսումնասիրելու ենք 3-րդ եւ 4-րդ գլուխները Հեսուի։ Այս գլուխներում Իսրայելի ժողովուրդը պատրաստվում է անցնել Հորդանան գետը եւ մտնել Խոստման երկիրը։ Սա հոգեոր պատկեր էր այն մեծ անցման, որ Աստված պատրաստել էր ամբողջ մարդկության համար Հիսուս Քրիստոսի միջոցով։ 3-րդ գլխում տեսնում ենք ուխտի տապանակը, որը գնում է ժողովրդի առջևից։ Երբ քահանաները տապանակը վերցնեցին եւ մտան Հորդանան ջուրը, գետը բացվեց, ուղղակի բաժանվեց։ Ժողովուրդը անցան 4 ցամաքով։ Ուխտի տապանակը ներկայացնում էր Աստծո ներկայությունը։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Նա է, ով գնում է մեր առջևից։ Նա է, ով ճանապարհ է բացում այնտեղ, որտեղ ճանապարհ չկա։ Ինչպես Հովհաննեսի 14-ում ասում է, ես եմ ճանապարհը։ Ինչպես Հորդանանը բացվեց Աստծո ներկայության առջև, այդպես էլ մահվան, մեղքի եւ դատաստանի ճանապարհը բացվեց Քրիստոսի միջոցով Գողգոթայում։ 7-րդ գլխում Աստված ասում է. «Սրբացեք, որովհետեւ վաղը Տերը սքանչելի գործ պիտի անի ձեր մեջ»։ Սա շատ կարևոր խոսք է մեզ համար։ Հաճախ մարդիկ ուզում են տեսնել Աստծո գործերը, բայց մոռանում են, որ Աստված նախ կանչում է սրբության եւ նվիրման։ Հիսուսն էլ այսօր կանչում է մեզ մոտենալ իրեն մաքուր սրտով։ 4 գլխում Աստված Հեսուի պատվիրում է վերցնել 12 քար Հորդանանի միջից։ Ինչու՞։ Որպեսզի ապագա սերունդները հարցնեն. ինչ են նշանակում այս քարերը, եւ ժողովուրդը պատմի, թե ինչ արեց Աստված։ Սա մեզ սովորեցնում է, որ Աստծո գործերը չպետք է մոռացվեն։ Մենք բոլորս ունենք մեր հուշաքարերը, ժամանակներ, երբ Աստված պատասխանեց մեր աղոթներին, ժամանակներ, երբ նա փրկեց մեզ, ժամանակներ, երբ բացեց անհնար դռներ։ Դրանք պետք է հիշենք, որպեսզի մեր հավատքը ավելի զորանա։ Հիսուսը նույնպես հաստատեց հիշատակի նշան։ Վերջին ընթրիքի ժամանակ նա ասեց. «Այս արեք իմ հիշատակի համար»։ Լուկասի 22-րդ գլխում։ Ինչպես Հորդանանի քարերը հիշեցնում էին Աստծո փրկությունը, այնպես էլ Տիրոջ ընթրիքը հիշեցնում է մեզ Քրիստոսի խաչը եւ հարությունը։ Այս գլուխներում մենք տեսնում ենք, որ Հիսուսը մեր առջևից գնացող առաջնորդն է։ Նա բացում է ճանապարհներ, նա մեզ անցկացնում է անհնար թվացող գետերի միջոցով, եւ նա մեզ սովորեցնում է, որ երբեք չմոռանանք Աստծո հավատարմությունը։ Աղոթենք սիրելիներ, Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր ճանապարհն ես, շնորհակալ ենք, որ դու գնում ես մեր առջևից եւ բացում ես ճանապարհներ այնտեղ, որտեղ մենք չենք էլ կարողանում հասկանալ։ Օգնիր մեզ հիշել քո գործերը եւ երբեք չմոռանանք քո հավատարմությունը։ Սովորեցնում մեզ վստահել քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ Հորդանանի ջրերը թվում են անհնարին։ Շնորհակալություն, որ դու լսում ես աղոթքը։ Ամեն։ Սիրելիներ, այս ուսուցումները, եթե օրհնվում եք, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես օրհնվեն, եւ Աստծո կամքով մենք կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Թող Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։